Պարոն Գրիգորյան, օրվա հետ կապված։ Ձեզ համար այսօր եռատոն է, պարոն Գրիգորյան։ Ոչ։ Ինչու՞։ Պարոն Գրիգորյան, սահմանի իրավիճակի հետ կապված մի երկու հարց է, եթե կարելի է։ Երեկ մամուլում տեղեկություն եղավ, որ Երևան ու Բաքուն այդ հրադադարի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։ Հրադադար ռեժիմի խախտման հետ կապված իսկ խնդրեի մանրամասնեք ինչ տեղեկությունների մասին է խոսքը։ Բաքուն ընդունում է, որ հայկական կողմը իսկապես չի խախտում հրադադար, այսինքն համոզիչ փաստեր ներկայացվել են, ինչ քննարկումներ են այս առումով Բաքվի հետ։ Բաքվի կողմից փոխանցված ավելի շուտ այսպես է։ Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը եւ փոխանցել է Ադրբեջանին բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Իսկ երբ որ Ադրբեջանն է հայտարարում դրա մասին եւ կներեք Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանն խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն։ Փոխանցել ասցիք պարոն Գրիգորյան, փոխանցել է, ես ուղղակի չասեմ։ Իրենց կողմից ըստ իրենց հետաքննություն են կատարել դրանց մասին։ Եվ ինչ է բարձվել։ Եվ բարձվել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն։ Պարոն Գրիգորյան, ո՞րն է այսօրվա ձեր ուղերձը տոնի հետ կապված։ Ինչ առումով։ Մայիսյան ձեր ասած միատոնի, արդեն եռատոն չի ձեզ համար։ Ո՞րն է ձեր ուղերձը այս միատոնի։ Միատոնի ինչ առումով։ Դե ձեզ համար այսօր ինչ տոն է։ Դուք եկել եք այստեղ, որ ինչ անեք։ Եկել ենք հարգելու երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն են դրել այդ հաղթանակը կերտելու։ Իսկ նախկինում գալիս եք հարգելու նաև Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած եւ շուրջին ազատագրածների համար։ Հիմա էլ չեք գալիս այդ։ Նաև իրենց հիշատակը հարգելու համար։ Բա ինչու չեք հայտարարում այդ մասին, ինչ որ կաշկանդում կա, որ հիշեք թեկուզ։ Կաշկանդում չկա, դուք ասում եք տոնն ու հիշելը տարբեր բաներ են։ Դե տոն չի։ Շուշի ազատագրումը տոն չի։ Միշտ տոն է եղել մեզ համար։ Ասում եք եռատոն է։ Եռատոնի մասով եք ասում։ Եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր բաներ։ Բայց տոն չէ, Շուշի ազատագրումը տոն չէ, կներեք Շուշիկ ջան։ Երկկողմ հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված է թե ոչ եւ այս օրերին շատ խոսվում է Հայաստանում ինչ որ հիբրիդային պատերազմների մասին, ակնարկվում է նաեւ որ դրանք հեղինակվում են ռուսական կողմից, որքանով են լուրջ այդ գործողությունները եւ արդյոք Փաշինյանը պատրաստվում է այդ հարցը բարձրացնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Հիբրիդային պատերազմը չեմ կարծում, որ հիբրիդային պատերազմի մասին խոսում է միայն վերջին շրջանում։ Դրա մասին եւի խոսում է 2018 թվականից։ Երկկողմ հանդիպման մասին եկեք սպասենք, կարծում եմ մամուլի ծառայությունը եւ վարչապետի եւ Կրեմլի դրա մասին կխոսեն։ Իսկ պատրաստվում է այդ հիբրիդային պատերազմների մասին խոսել վարչապետը։ Օրակարգային բոլոր հարցերը կքննարկեն եւ ինչ նպատակահարմար կգտնեն, հրապարակային կներկայացնեն։ Եվ Պարոն Գրիգորյան, զուտ օրվա հետ կապված 80 տարի առաջվա տեղի ունեցած իրադարձությունները ձեր կարծիքով այսօր ինչպես են ընկալում Հայաստանի հասարակության մեջ։ Կդժվարանամ ասել ինչպես են ընկալում Հայաստանի հասարակության մեջ, ինչպես է ընկալում։ Ինչ առումով ինչպես են ընկալում։ 45 թվականի հաղթանակը, չգիտեմ, այդ բանը հիշողությունը ինչպիսին է այսօր, ինչ ընկալում ունի։ Դժվարանում եմ հասկանալ հարցը, եթե ավելի կոնկրետացնեք, ինչ տեսակի հիշողություն։ Որովհետև հայերը տեսեք, երբ խոսքը գնում նրա մասին, որ ինչու է օրինակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետը մասնակցում այսօր Մոսկվայում տեղի ունեցող իրադարձություններին, ասում է, որ 300,000 զոհ են Հայաստանը, հայությունը եւ դրա համար այս ուրեմն հաղթանակը, այս տոնը շատ կարեւոր է նաեւ մեզ համար։ Այդ կոնտեքստում եմ ուզում ասեք ձեր կարծիքը։ Բնականաբար հայ ժողովուրդը, որ մեծ ներդրում է ունեցել երկրորդ համաշխարհային